Բարև։ Հայաստանում էներգետիկ անցման ոլորտում մեկնարկում է նշանակալի նոր համագործակցություն, որի նպատակն է ձևավորել միասնական օրակարգ և խթանել ոլորտի արագ զարգացումը։ Հուշագրի ստորագրմամբ կողմերը հայտարարեցին իրենց պատրաստակամությունը համախմբելու փորձը, գիտելիքն ու ռեսուրսները Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ձևավորելով էներգետիկ անցման համատեղ հարթակ։ Ինչպես շատ երկրներում, որտեղ արևային էներգետիկան զարգացել է եւ նման զարգացում է ունեցել, նման ճանապարհով է անցել, Հայաստանում եւս հասունացել է մի պահ, երբ մենք տեսնում ենք բավականին շատ արտադրություն հենց արևային ռեսուրսից, որը մեր էներգետիկ համակարգի համար որոշակի խնդիրներ է առաջացնում, բայց դա կախված չէ միայն արևային էներգետիկայից, դա կախված է նաեւ հենց մեր ընդհանուր համակարգի դիմացկունությունից, տարողությունից եւ հնարավորություններից եւ շատ լավ, այսպես ուրախ խնդիր ունենք, որ պետք է լուծենք եւ դա հենց արևային էներգետիկայի այսպիսի բարձր զարգացվածության մակարդակն է։ Մենք այս պայմանությամբ Հայաստանի Հանրապետությունում ունենք ավելի քան 1000 մեգավատ տեղադրված արևային կայաններ, որը որ Հայաստանի մասշտաբով, էլեկտրաէներգիայի սպառման տեսանկյունից ինքը բավականին մեծ քանակի վերականգնվող էներգետիկ ռեսուրս է ու կարիք կա, որպեսզի էներգետիկ համակարգում չունենանք բալանսավորման խնդիր, առաջարկենք նոր մոտեցումներ, որը թույլ կտա ոլորտը ոչ թե Հայաստանի Հանրապետությունում տանելու դեպի նվազեցման, կոլապսի, այլ հակառակը ստեղծելու մի միջավայր, որը թույլ կտա ել ավելի զարգացնել, ել ավելի արագ տեմպերով խթանել ոլորտի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Շտիկեն ընկերության հիմնադիր և տնօրեն Հայկ Շեկյանը խոսեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին, ընդգծելով էներգիայի արտահանման հնարավորություններն ու տնտեսական աճի նոր հեռանկարները։ Հայաստանի շուկան այսօր մոտեցել է այնպիսի մի հանգրվանի, որ ինքը հագեցման մոտ կամ հագեցած շուկա է արևային էներգետիկայի տեսանկյունից, բայց դա ոչ թե աշխարհի վերջնա կամ կյանքի վերջնա արևային էներգետիկայի համար, այլ դա զարգացման մի նոր էտապ է, այսինքն այստեղ կյանքը ոչ թե ավարտվում է, այլ այդ ձևավորված կարողությունները, հզորությունները, մարդկային, ֆինանսական, էներգետիկ արդեն իրանք պետք է ավելի լավ ծառայեն, ավելի լավ բալանսավորեն մեր էներգետիկ համակարգը եւ հանդիսանան էներգիայի արտահանման որպես հենասյուն։ Իսկ տարածաշրջանի ինտեգրման process-ների մեջ դա արդեն շատ կարևոր մի երևույթ է դառնում, որովհետեւ դա արդեն մեր հնայի կարևոր մի հոդված է դառնում։ Մենք արդեն կարողանում ենք ոչ թե 90-ականների խնդրի որպես շարունակություն մտածել, թե ոնց ենք մենք էներգիա ապահովելու կամ միգուցե գազը կթանկանա կամ չի թանկանա, իսկ ոնց ենք ապրելու, այլ մենք այսօր արդեն կարողանում ենք մտածել, թե ինչպես կարող ենք կներեք փող աշխատել դրանից, մեր տնտեսությունը նոր ոլորտներ զարգանա եւ այլ եւ այլ եւ այլ։ Էկովիլ արևային ընկերության հիմնադիր Տիգրան Օխանյանը կարևորեց միջազգային փորձի ներմուծումն ու կիրառումը որպես ոլորտի զարգացման կարևոր նախապայման։ Կարևոր է գնահատել մեր մասնագետների փորձառությունը եւ բերել նաեւ ներմուծել արտասահմանյան փորձը Եվրոպայի շուկայից, ԱՄՆ-ի շուկայից կարիք կա փորձի փոխանակման, ինտենսիվ փորձի փոխանակման եւ տեւաբար նաեւ հենց մասնագետների ներգրավման, օրինակ Արևմտյան Եվրոպայում հենց կուտակիչների ոլորտը արդեն մոտ 5-6 տարի շատ արագ զարգացման մեջ է եւ այնտեղ շատ փորձեր արվել են, որոշ մասը հաջողություն է ունեցել, որոշ մասը չի ունեցել եւ մեզ շատ հետաքրքիր է ստանալ իրենց փորձը, այսինքն սովորել իրենց փորձից, որպեսզի նույն սխալները մենք այստեղ եւս չկրկնենք։ Իսկ Sunny City արևային ընկերության հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանը ներկայացրեց նախաձեռնության ռազմավարական տեսլականը։ Մենք ունենք տեսլական Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի ինստիտուցիոնալ դարձնելու արևային էներգետիկայի կառավարումը ու ստեղծել կապ մասնավոր պետություն սեկտորում, որպեսզի կարողանանք նպաստել Հայաստանի Հանրապետությունում ոլորտի զարգացմանը, նաև հետագայում ինչու՞ չէ մեր արդեն իսկ ստեղծված արևային պրոդուկտները արտահանել աշխարհի այլ երկրներ։ Կարծում եմ, որ մենք ավելի շատ առաջնորդվելու ենք իրական աշխատանքով եւ երկխոսությամբ։ Միության կայացվածությունը դրանով է չափվելու, թե ինչ արդյունքների մենք կարողանանք հասնել։ Մտադիր ենք հնարավորինս արագ տեմպով առաջ գնալ, բայց քանի որ երկխոսության մեջ ենք մտնում տարբեր ինստիտուտների հետ, սուբյեկտների հետ, կարծում եմ դժվար է կանխատեսումներ անել։ Մեր համար կարևոր է, որ արդյունքները արդեն սկսենք ինստիտուցիոնալ դաշտում քաղել։ Սուսաննա Գևորգյան, Լուիզա Վարդանովա, Կարեն Եփրեմյան, Ելակետ տեղեկատվական կենտրոն։